Իրանը հայտարարում է, որ պատրաստ է բանակցությունների եւ նույնիսկ լուրջ զիջումների, մինչդեռ Վաշինգտոնը պնդում է պայմանները դեռ բավարար չեն։ Միևնույն ժամանակ մարտերը շարունակվում են ոչ միայն Իրանի եւ Իսրայելի միջև, այլև տարածվում են ամբողջ տարածաշրջանով մեկ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին SBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ընթացքում պատրաստ էր զգալի զիջումների, ապացուցելու, որ չի ձգտում միջուկային զենք ունենալ։ Ըստ նրա խոսքը վերաբերում էր նույնիսկ մինչև 60% հարստացված ուրանի հարցին։ Սակայն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ դեռ պատրաստ չէ Իրանի հետ համաձայնագիր կնքել պատերազմը դադարեցնելու համար։ Նրա խոսքով Թեհրանի հետ գործարքի հնարավոր պայմաններից մեկը կարող է լինել Իրանի կողմից միջուկային ծրագրից ամբողջական հրաժարումը։ Մինչև դիվանագիտական հայտարարությունները շարունակվում են, ռազմական գործողությունները չեն դադարում։ Իրանը հայտարարել է հերթիռային հարվածների նոր ալիքի մեկնարկի մասին, թիրախավորելով տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներն ու հրամանատարական կենտրոնները։ Իրանական կողմի տվյալներով գործողության ընթացքում առաջին անգամ կիրառվել է Սեջիլ ռազմավարական պինդ վառելիքային հրթիռը։ Իսրայելն էլ իր հերթին հայտնում է, որ ոչնչացրել է Իրանի արևմտյան հատվածում գտնվող անօդաչու թռչող սարքերի պահեստներից մեկը, նաև հարվածներ է հասցրել ԻՀՊԿ-ի եւ Բասիջի դիրքերին Իրանի հյուսիս-արևմուտքում։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունն էլ հրապարակել է Իրանի ռազմական օբյեկտներին հասցված հարվածների նոր կադրեր։ Իրանը շարունակում է հարվածները նաև տարածաշրջանի այլ ուղղություններով։ Անօդաչու թռչող սարքերը հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանի օբյեկտներին, վնասելով ռադարային համակարգի մի մասը։ Իսրայելում հաղորդվում է, որ Իրանի հարվածների հետևանքով վերջին մեկ օրում ավելի քան 100 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ընդհանուր առմամբ հակամարտության սկզբից ի վեր բուժօգնություն է ստացել ավելի քան 3000 մարդ։ Իրանի առողջապահության նախարարությունն էլ իր հերթին հայտարարում է, որ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով երկրում զոհվել է առնվազն 202 երեխա եւ 223 կին, որոնցից 3-ը հղի։ Վնասվել է առնվազն 153 առողջապահական հաստատություն։ Տարածաշրջանային լարվածության ֆոնին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, քննարկվել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներն ու անվտանգության հարցերը։ Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ առաջարկել էր ստեղծել միջազգային կոալիցիա Մերձավոր Արևելքում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ Թեհրանը շարունակում է կոշտ հայտարարությունները տարածաշրջանի երկրների հասցեին, կոչ անելով դուրս բերել արտաքին ռազմական ուժերը։ Միաժամանակ Թեհրանում հերքել են նաև տեղեկությունները, թե Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին առողջական խնդիրներ ունի։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ նա լավ առողջական վիճակում է եւ շարունակում է լիարժեք կատարել իր պարտականությունները։ Թեհրանը հայտարարել է նաև, որ Հորմուզի նեղուցը պետք է անվտանգ լինի բոլորի համար, հակառակ դեպքում այն չի ծառայի ոչ մեկին, ընդգծելով, որ նեղուցը շարունակում է մնալ Թեհրանի կարևոր ռազմավարական լծակներից մեկը տարածաշրջանային հակամարտության մեջ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։